Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է։ Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել։ Երևանի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող այս շենքից ինչ տեղեկություն է փոխանցվել Ադրբեջան, ովում է փոխանցել։ Փոխանցված նյութերն ինչպես կարող էին վնասել Հայաստանի Հանրապետությանը։ Գործը քննող քննչական կոմիտեն չի բացահայտում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ գործը հարուցվել է անցած ամիս, կա մեկ մեղադրյալ, թե ով է նա չեն հայտնում։ Ազատության հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասաց, պաշտպանյալը մեղքը չի ընդունում, բայց ելնելով գործի հանգամանքներից ոչ նրա անունը հայտնեց, ոչ էլ մանրամասներ։ Կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մաս, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին։ Չնայած իրավապահների ու փաստաբանների գաղտնապահությանը, Ազատությանը հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանից։ Նա հաստատեց, որ իր արդեն նախկին տեղակալն ու եւս 4 հոգի են հայտնվել քրեական գործի կիզակետում։ Ներկայիս ղեկավարությունն էլ չսպասելով քննության ավարտին, նրանց արդեն ազատել է աշխատանքից։ Դեպք նստ արխիվից 2020 թվականին հեռացած Վիրաբյանի իր պաշտոնավարման օրոք չի եղել։ Փորձված աշխատողներ, որ հիմա նրանց դուրս գալուց հետո էլ արխիվում փորձված աշխատող չկա։ Վիրաբյանը պնդում է, նրանցից եւ ոչ մեկը հանցագործություն չի արել, գաղտնի տեղեկատվություն չի տրամադրել հարևան երկրի ներկայացուցիչներին, քանի որ արխիվում գաղտնի տեղեկություններ չեն պահվում։ Արխիվը 17 տարի ղեկավարած Վիրաբյանի խոսքով ազգային արխիվում 19-րդ դարում Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ են միայն։ Դրանք բոլորը հրապարակված են գրքերով, օրինակ Կովկասյան օրացույց կա, Կովկասկի կալենդար, որտեղ գրված է գյուղը, ովքեր են ապրում մուսուլմաններ, հայեր, ռուսներ, մալականներ, բնակչության քանակ։ Ինտերնետում տեղադրված են 90-ական թվականներին Յուտայի մորմոնները նկարել են 17-րդ դարի բոլոր մարդհամարները եւ այսօր դրանք հասանելի են ինտերնետով։ Ըստ Վիրաբյանի արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում Ադրբեջանի քաղաքացու։ Այս պահանջը Եվրոպայի խորհրդինն է։ Գոյություն ունի Եվրո խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարությունը արխիվի մատչելիության մասին, որով Եվրո խորհրդի բոլոր երկրների արխիվները մատչելի են բոլոր երկրների քաղաքացիների համար։ Վիրաբյանն ասաց, որ իր ղեկավարման տարիներին ուղիղ ադրբեջանցիներից դիմումներ չի ստացել։ Փոխարենը Կարմիր խաչի միջոցով 30 տարի առաջ Հայաստանում բնակված ադրբեջանցիներ են դիմել անձնական փաստաթղթերի համար, օրինակ թոշակի հետ կապված աշխատանքային գործունեության։ Այդ հետևողները, այդ ծայնագրություն լսողները, այդ բանանողները, գրագրություններին հետևողները տեղյակ չեն եղել այդ մասին։ Բազմամյա նախկին տնօրենը հարցնում է, իրավապահները չգիտեին, որ արխիվում գաղտնի նշումով փաստաթղթեր չկան։ Հույս ունի, որ այս գործը շուտ կհանգուցալուծվի, իսկ նախկին գործընկերներն էլ քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։